ես դիմել եմ օրինապահ մարմինները իրենց գործողությունն անում են։ Դուք եք դիմել։ Հա, ես եմ դիմել, ու ամենքին ասուժը քաշելու է։ Քոլեջի ուսանողին բռնության եւ նվաստացման ենթարկած 5 դեռահասներն այս պահին ազատության մեջ են։ Զորական յուղի ավագ դպրոցի աշակերտները դաժան ծեծի եւ նվաստացման են ենթարկել Նոյեմբերյանի պետական քոլեջի սան ԱՋ-ին։ Տեղի ունեցածը նրանցից մեկը տեսանկարահանել է։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերին, սակայն հասարակությունը դրա մասին տեղեկացել է միայն տեսանյութի հրապարակումից հետո, նոյեմբերի 27-ին։ Զորականի վարչական ղեկավարը պատմել է միջադեպի մանրամասները, ընդգծելով, որ իրավիճակը ամբողջ յուղի համար ծանր էր։ Տեսանյութից երևում է, թե ինչպես մի քանի դեռահաս կանչել են քոլեջի սանին, ապա դաժան ծեծի ենթարկել նրան։ Հիմա իրանք արածի համար պատասխանատվություն են կրում, իրանք մեղքը զգում են։ Հիմա Ալենի հետ իրանք ընկել են, իրանք սխալը զգացել են, որ պետք է տեղ չանային, մեծերով անային, հորը ասեին, Ալենը վերջը եթե սխալա արել, ասա էլ չկրկնի։ Պատահական գնացել են նոյեմբերյան վայբերից, քոլեջի սանն եղել, մնացածը մեր գյուղից էլ չեն սկի, հիմնական դերակատարները մեր գյուղից չեն։ Այս երեխեքը ոչ մի բանից մեր գյուղի տեղյակ չեն եղել։ Գնացել են պատահական վայբերից ընդրաստ են եկել ասել Ալենը սենց բան ասել երեխեք են, հետո տենց այդքանը եղել է։ Ալենի հոր խոսքով հենց նա է դիմել ոստիկանություն դեպքի մանրամասները հաղորդելու համար։ Նշենք նաև, որ ծեծի հեղինակներից մեկը Արթիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։ Առաջին ատյանի դատարանը նրանցից 4-ի նկատմամբ բավարարել է միջնորդությունը եւ կալանավորել։ Մեկ անձի նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց։ Տնային կալանք։ Խափանման միջոցը լավանալու ժամանակ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այս անգամ դատարանը մերժել է։ 20 օր հետ երեխեն իր կալանքը գրել է։ Հիմա էլ դատարանը մա գործը, չգիտենք ինչ պատիժ եւս կսահմանի, կամ տնային կալանք կտա, կամ հսկողություն կտա, կամ էլի նորից կալանք կտա։ Լավ, ասենք, լավ, սխալա, շատ, անմարդկային է, հասկացա, կա չէ օրենք, պատժվում են չէ օրենքով։ Դեռահասները ազատ են արձակվել, միայն նրանցից մեկի նկատմամբ է կիրառվել վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք։